Այս վերջի ինտերվյուներից մեջ ասացիր, որ արվեստը պետքա ստապ վիճակում ստեղծես։ Այո։ Չի կարելի, գինովցած չի կարելի, ոչ մի ուրիշ բանի տակ չի կարելի, դոպինգի տակ չի կարելի։ Բայց ոնց ես նայում։ Как же пиши пьяный, редактируй трезво։ Ոնց ես նայում օրինակ հենց Շիրազի արվեստին։ Չէ, նայ, կարելի է մի թեթև գինովցած էլ լինել, ինչի՞ չէ, Դե չէ, բայց դա մոտեցումներ է, տարբեր մոտեցումներ է, իմ մոտեցումը կոնկրետ իմ վերաբերմունքը տենց է, որ ես արվեստին վերաբերվում եմ ոնց որ կվերաբերվեր պրոֆեսիոնալ սպորտսմենը սպորտին։ Պատկերացրեցիր, այսինքն ես ազնիվ եմ այն ժամանակ աշխարհի հետ, երբ որ ես սթափ եմ։ Հասկացա։ Ու ես ինձ համար ամենակարևոր մասը իմ ստեղծագործության այնա, որ ես ազնիվ լինեմ իմ ստեղծագործության մեջ։ Ես չձևացնեմ ինձ ուրիշ բան, քան ես կամ։ Դու տենց ես ընդունում արվեստը։ Իմ վերաբերմունքը։ Հասկացա։ Ես չեմ վերաբերվում վատ, նույն ասենք, չգիտեմ, Վան Գոգին, որը աբսենտ խմել է ու աբսենտի տակ է ստեղծագործել կամ մյուսին։ Կամ Ավետին Բարսեղյան։ Ավետը ոչ մի բան չգիտեմ, ես պրոստը դասիր կատական են կատական։ Ռազ Ավետը ամենասթափ ստեղծագործ։ Նվերը ուղղակի եթե մի ժամ ընթացքում Ավետին ռեֆերենս չի անում, կմեռնի, կփայտի վերջից։ Ավետի հանճարը կայանում է հենց դրանում, որ ինքը առհասարակ այս աշխարհում ոչ մի բան չի օգտագործում, իրան ուղղակի չի կարելի։ Կարող է եւ օգտագործել։ Որ օգտագործին հենց բաներ կխոսա, որ